Ալիևը համակարգված աշխատել է պատերազմ սկսելու համար 20 տարի շարունակ, Տաթև Հայրապետյան։ Տարբեր պատրվակներով Հայաստանի հետ գործակցություն, տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կապերի ստեղծում, մարդկանց եւ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու համար։ Նպատակն այն էր, որ Ադրբեջանում մեծացող երիտասարդ սերունդը մեծանա այլ ոգով։ Սակայն մեր նպատակն այն էր, որ աճող սերունդը լինի հայրենասեր, երբեք չհաշտվի այս անարդարության հետ, եւ եթե մենք բախտ չունենանք վերականգնելու այս պատմական արդարությունը, ապա դա պետք է անեն ապագա սերունդները։ Պատմության տեսանկյունից 30 տարին այնքան էլ երկար ժամանակ չէ։ Այս ընթացքում բանակցությունների ժամանակ բազմաթիվ առաջարկներ են հնչել եւ ոմանց կարող է հետաքրքրել, թե ինչու Ադրբեջանը չէր ընդունում դրանք։ Ի վերջո այս առաջարկների հիման վրա մի քանի շրջաններ կվերադարձվեին Ադրբեջանին առանց պատերազմի։ Նախկին տեղահանվածները կվերադառնային իրենց տները, միաժամանակ իրավիճակը կկարգավորվեր։ Ինչու Ադրբեջանը չի համաձայնում եւ չի հաշտվում այդ առաջարկների հետ։ Մենք 20 տարի պատրաստվում էինք մեր հողերի ազատագրմանը, հետևողական աշխատանք էր տարվում բազմաթիվ ուղղություններով։ Նույնիսկ որպես 17 տարի պաշտոնավարած նախագահ, երբ մենք ազատագրեցինք Ղարաբաղը։ Ես կարող էի սպասել եւս 17 տարի, եթե անհրաժեշտ լիներ։ Դա կարող էր լինել 50 տարի հետո։ Եվ բանակցությունների գործընթացից մեկ տարի առաջ, որին ես մասնակցել եմ 2003 թվականի վերջից, 17 տարի շարունակ եղել են բազմաթիվ առաջարկներ, բազմաթիվ հանդիպումներ, որոնք ենթադրում էին, որ մենք պետք է հաշտվենք այս իրականության հետ։ Եվ երբ ես ասացի ոչ, դա ընկալվեց որպես մարտահրավեր գերտելություն։ Եվ երբ ես ասացի ոչ, դա ընկալվեց որպես մարտահրավեր գերտելությունների նկատմամբ։ Դա ընկալվեց որպես ոչ համարժեք պատասխան։ Պատերազմում հաղթելն իմ կյանքի, իմ քաղաքական կյանքի առաքելությունն էր, որն ավարտվեց հաջողությամբ։